Սրբազան հայր Ռամեցիկ։ Վարդան Սրբազան։ Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեսցե արքայություն քո, եղիցին կամք քո, որպես հերկինս եւ հերկրի, ըսհաց մեր հանապազորդ դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարդիս մեր, որպես եւ մեկ թող մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզ իփորձություն, այլ փրկիազ մեզ իչարեմ, զիքոյի արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն, իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն, ըսբարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջի քո ամենայն ժամ, իչար խորհրդոց, իբանից եւ իգործոց փրկիազ մեզ եւ ողորմիակ ու արարածոց եւ ինձ բազմամեղիս ամեն։ Ամեն։ Շնորհակալություն Սրբազան հայր։ Սիրելիներ, Երուսաղեմը բոլոր քրիստոնյաներուս համար հարազատ է։ Սակայն հայերուս համար ավելի քան հարազատ է։ Վարդան Սրբազանի առաջարկով եւ գարկատությամբ մենք այս երեկո պիտի վայելենք Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանաբեդին աղան Վարդապետ Քոչյանի դասախոսությունը հայ Երուսաղեմը նյութով։ Ինչպես դերյակ եք, հայ Երուսաղեմը լուրջ հարցերու թեման դիման կգտնվի այսօր։ Վստահաբար հայր Սուրբը մեզ իրազեկ կդարձնե եւ սպարիչ պատասխան կտա անցուդարձերուն մասին, եթե հարցնենք։ Ցերնարգի ավարտին խոսք պիտի դամ Վարդան Սրբազան հոր արդասանելու համար եզրափակիչ իր խոսքը, փակման խոսքը եւ գադայելու փակման աղոթքը։ Հիմա թույլ տվեք, որ ներկայացնեմ հայր Սուրբը, ծանոթանանք իրեն եւ հետո հարթագտանք իրեն։ Ավազանի անունով Թաթուլ ծնած է 1988-ին Դիլիջան, Դավուշի մարզ։ 2004-ին ուսանող Երուսաղեմի ժառանգավորած վարժարան, 2007-ին տբիր, 2009-ին 12 տարիներուն Երուսաղեմի հայոց պատրիարքության հոգևոր ընձայարանի ուսանող, 2010-ին ուրարագիր, 2012-ին 15 Երուսաղեմի հայոց պատրիարքարանի վիզաներու եւ վգայակրերու գրասենյակի քարտուղար ապավարիչ, 2012 թվականին ծերնատրվի սարգսավակ, 2014-ին ծերամբ Նուրհան պատրիարքի ծերնատրվի գուսագրոն կահանա եւ վերագոչվի դեր աղան ապեղա։ 2016-ին մինչև օրս գվարե Սուրբ Աթորի մատակարարության պաշտոնը, 2016 թվականին եբրայական համալսարանի մեջ Hebrew University, այսինքն հետևած է անգլերեն եւ եբրայերեն լեզվի դասընթացներու, իսկ 16-ին 2020 թվական ուսանած եւ ավարտած է եբրայական համալսարանի քաղաքագիտության եւ պատմության բաժինները։ 2021-23 տարիներուն գերազանցությամբ ավարտած է եբրայական համալսարանի միջազգային հարաբերություններու դիվանագիտության եւ անվտանգության մագիստրոսության բաժինը, այսինքն մաստերս ունի այս նյութերուն մեջ։ 2023-ի հունվար 23-ին նշանակված է Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանաբեդ եւ միջեկեղեցական հարաբերության վարիչ։ Նույն թվականին նշանակված է նաև Սուրբ Դերյաց, այսինքն Երուսաղեմի քարտուղար եւ Երուսաղեմի հայոց պատրիարքության ներկայացուցիչ ստատուս քուոյի հանձնաժողովի մեջ։ 2023-ի մարտ 8-ին միապանական ընդհանուր ժողովին կողմէ ընտրված է դնորեն ժողովի եւ գրոնական Գերագույն ատյանի անդամ։ 2023 դեկտեմբեր 29-ին կստանա մասնավոր վարդապետության 4 աստիճանները ծերամբ Նուրհան պատրիարքի։ Իսկ 2024-ին կնշանակվի Գալվաձոց հանձնախումբի անդամ։
Ինչպես կտեսնեք, սիրելիներ, պատրիարքության մեջ բարձր պաշտոններ եւ պատասխանատվությունները ստանձնած մեր սիրելի Հայր Սուրբին պիտի հանձնեմ հարթակը։ Հայր Սուրբ, հարթակը ձեզի, ռամեցեք։ Նախ հարև բոլորին, շնորհակալություն նախ կուզեմ հայտնել Վարդան Սրբազանին այս առաջարկի համար, որովհետև այս առաջարկով ոչ թե միայն ժողովուրդը ավելի տեղյակ կլան Երուսաղեմի համայնքի մասին, այն քանձերու, այն իրավունքներու, այն ժառանգության մասին, որ մենք ունենք Սուրբ Երկրի մեջ, այլ նաև այդպեսով ավելի տեղյակ լալով կգիտնան հայ ազգը ինչ ունի եւ ինչ մեծ հնարավորություն ունի Երուսաղեմի մեջ, որ շատ ազգեր կերազենούν նրան։ Եվ ձեր իմացությունը ձևով նաև բարդավորություն կլա մեր ոչ թե միայն ձեզ, այլ շատերուն տարածելու համար եւ դառնալու գիտությունը ունենալով դառնալու տեսփանները Երուսաղեմի, որպեսզի ամեն մարդ իր աչքը պահե Երուսաղեմի մեր հայկական համայնքի եւ մեր հայկական ներկայության եւ անոր պաշտպանման, որպեսզի մենք երբեք ինչպես որ 4-րդ դարեն ունենք, բահենք, պաշտպանենք եւ ամեն վարքյան պատրաստ լանք քալու եւ պաշտպանելու այն իրավունքները, այն ժառանգությունը, որ մենք ունենք Սուրբ Երկրեն ներս։ Երկրորդը նաև շնորհակալություն կհայտնեմ մեր նշանին, որ այսպես շատ լավ ներկայացուց, անգամ ադեն կգրես կենսագրությունը, թե ինչեր անցածես, վերջը երբ որ անագնգալ ձևով մեկը կգարտար, նոր կանդրադառնաս ինչ պաշտոններու կամ ինչ հնարավորություններ եւ ինչ վստահություն ունեցած է ոչ թե միայն պատիարքությունը, պատիարքը, այլ նաև Երուսաղեմի համայնքը, Երուսաղեմի հայոց պատիարքության միապանությունը եւ այդ վստահությունը ունենալով քո հանդեպ քեզի ավելի բարդավորվածության մեջ դրած է, որպեսզի ավելի աշխատես եւ ավելի պահպանես այն ժառանգությունը, որ ունի ստացած ես ավելցնելով ադոր վրա քո հնարավորության չափով։ Վերջին տարիներին Երուսաղեմը ոչ թե միայն հայերու համար, այլ նաև շատ օտարներու համար դարձած է կենտրոնը եւ ամեն ուշադրությունը միջազգային կենտրոնացած է հայկական Երուսաղեմի եւ ընդհանրապես Երուսաղեմի քրիստոնյա համայնքներում վրա եւ պետք է ամեն բան անենք, որ ոչ թե միայն օտարները, այլ նաև հայերը աշխարհի որ ծայրը որ կուզե լա իրենց ուշադրությունը պահմը չկորցնեն Երուսաղեմեն եւ այդպիսով Երուսաղեմը իրեն անտեսված զգալով անպաշտպան լա։ Այսօրվա տասախոսության այդ պատճառներն, որ կուզենք Երուսաղեմի վրա մեր ուշադրությունը մնա, հայերուն ուշադրությունը միշտ Երուսաղեմի վրա, այսօրվա տասախոսությունը ադոր վկայություններեն մին է, որուն համար իսկապես շնորհակալ եմ Վարդան Սրբազանին եւ բոլոր կազմակերպիչներուն։ Վերջին օրերուն անցյալ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներուն այցելեցի Նյու Յորք եւ ոչ միայն Նյու Յորք, այլ տարբեր քաղաքներ ներկայացնելու հայկական Երուսաղեմը, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ ունենք եւ ինչ պետք է անենք ադիգա պահպանելու համար։ Եվ ադոր հետ կապված փոքրիկ համը պատրաստած եմ, պետք է հիմա մեկ վարքյան ձեզ վստահ եմ կտեսնաք։ Այո, այշր։ Շատ լավ։ Ուրեմն սիրելիներ, ինչպես գիտեք, Երուսաղեմի հայկական համայնքը գոյություն ունի 4-րդ դարին։ Արդեն 16 դար մենք կապրինք եւ ներկայություն ունենք Սուրբ Երկրեն ներս։ Եվ ինչպես գիտեք, այդ ներկայությունը պարզ ներկայություն չէ, այլ նաեւ այդ ներկայություն մնե, որ հազարավոր մարդիկ, շատ ազգեր, շատ պետություններ կերազեն այդպիսի ներկայություն ունենալ։ Հայաստանը շատ փոքր երկիր մնե, բայց այդ ունեցած ներկայությամբ Սուրբ Երկրեն ներս կվկայե
հայ ժողովրդի հավատքը, հայ ժողովրդի ներկայությունը, հայ ժողովրդի կարողությունը աս Սուրբ Երկրենն ես եւ ինչ հարստություն ունի հայ ժողովուրդը։ Ինչպես գիտեք, քրիստոնեությունը հայ ազգը առաջի քրիստոնյա ազգն է։ Եվ երբ որ 301 թվականին Քրիստոսը կրկապած հայ ժողովուրդը ընդունեց, վստահ հազարավոր մարդիկ պետք է ցանկային քալ որպես ուխտավորներ եւ այցելեն Քրիստոսի սրբավայրերը, այն չարչարանքներ ու տեղերը, ուր որ Քրիստոս իր վերջին օրերուն չարչարված էր եւ իրենց ուխտը ունեին Քրիստոսի ծննդավայրի մեջ, Քրիստոսի գերեզմանի մեջ։ Եվ այդ ժամանակվան սկսյալ սկսավ հայ քրիստոնյաներու հոսքը դեպի Սուրբ Երկիր։ Անշուշտ, շատ հայեր, որոնք որ եկած եւ այցելած են Երուսաղեմ, ցանկացած են մնալ Երուսաղեմի մեջ եւ իրենց ծառայությունը շարունակել Սուրբ Երկրեն ներս եւ փորձել մնալ այստեղ, իրենց կարողության չափով օգնելու, պահպանելու, պաշտպանելու եւ ավելցնելու այն իրավունքներու վրա, որոնք որ իրենք ժառանգած էին իրենց նախնիները։ Եվ արդեն հայերու համայնքը ժամանակի ընթացքին մեծանալով, մենք արդեն 7-րդ դարի մեջ ունեինք մեր առանցին բادرակությունը։ Եվ առաջին բادرակն էր Աբրահամ առաջինը։ Հակառակ այն բոլոր դժվարություններուն, որ հայերը տեսած են, որովհետև ինչպես մենք սովորություն ունենք ասելու, Երուսաղեմը խաղաղության քաղաք է, բայց իր պատմության մեջ երբեք խաղաղություն չէ տեսած։ Տարբեր մուսուլմանական, նաև քրիստոնեական արշավանքներու ժամանակ միշտ կռվի կենտրոն եղած է։ Եվ մարդիկը միշտ քալով այցելելով, արշավելով այս երկիր, ցանկացած են գրավել եւ առնել այն բոլոր իրավունքները եւ ցերկ բերել այն բոլոր իրավունքները վերակրելով իրենց եւ այդպեսով տերը լալ Երուսաղեմի։ Բայց հայկական համայնքը հակառակ հունական, կաթոլիկյան, որոնց հավատավորներու թիվը միլիոնները ավելի են եւ ասպետություններու մեծ հավատացյալ ունեցող եկեղեցիներուն քովը գա բզդիկ ազգը, հայ ազգը, որ շատ փոքր հավատացյալներու թիվ ունի, բայց լիարժեք ունի այն իրավունքները, ինչ որ այդ երկու հզոր եկեղեցիները։ Եվ ինչպես գիտեք, մեր բادرակությունը հայ համայնքը երբևիցե որևէ քաղաքական ցկտումներ չէ ունեցած եւ որևէ բանի մեջ չէ մասնակցած եւ փորձած է ամեն ձևով հեռու մնալ քաղաքական ասպարեզի մեջ մտնալը եւ այդպիսով հեռու մնալով տարբեր տեսակ քաղաքական խնդիրները եւ ծառայել եւ պահպանել այն իրավունքները, որ մենք ունենք այս երկրեն ներս։ Եվ ադիգա պատճառներն մեկն է, որ մենք հակառակ հույներուն եւ կաթոլիկներուն 4-րդ դարեն առանց թաթարի ներկայություն ունենք Սուրբ Երկրեն ներս։ Որովհետեւ տարբեր շրջաններու հույները, կաթոլիկները իրենք վռնդված են այս երկրեն, բայց մենք երբեք։ Եվ ինչպես գիտեք, Երուսաղեմը ամենեն հին հայկական համայնքն է ամեն սփյուռքի համայնքներու մեջ։ Եվ Երուսաղեմը ունի 4 թաղամասեր։ Այդ թաղամասերն մեկն է մուսուլմանական թաղամասը, հրեական թաղամասը, քրիստոնեական թաղամասը
Եվ հակառակ, որ մենք առաջին քրիստոնյաները ըլլալով, մենք ունենք մեր առանցին թաղամասը, որ կկոչվի հայկական թաղամաս։ Եվ ինքը ընդհանուր 1600 քառակուսի մետր է, այսինքն մոտավոր 15%-ն է հին քաղաքի։ Եվ մեր այդ համայնքի բոլոր ապրողները հայ են։ Անշուշտ ցավոք կսեմ, վերջին տարիներում քիչ մխառը ամուսնություններ եղած են, բայց մեծավ մասամբ իրենց զավակները հայկական դպրոց երթալով կշարունակել պահել իրենց ներկայությունը Սուրբ երկրեն ներս որպես հայեր եւ արդեն հայերեն լեզվով խոսիլ եւ հայկականությունը պահել այս երկրեն ներս։ Ինչպես գիտեք, նաեւ այս ամեն ինչի տերը տարիներու ընթացքին եղած է եւ կշարունակե մնալ հայոց պատիարքարանը։ Հայոց պատիարքարանը իր կարողություններու չափով փորձած է անել, պահպանելու, պաշտպանելու ոչ թե միայն իր իրավունքները Սուրբ երկրեն ներս եւ Սուրբ վայրերեն ներս, այլ նաեւ այն օգտակարությունը ունենալ, որպեսզի պահե եւ պահպանե հայ համայնքը Սուրբ երկրեն ներս։ Հոս ասնկարի մեջ կրնակ տեսնալ, թե ինչպես 4 թաղամասերը կան, հայկական, քրիստոնեական, հրեական եւ մուսուլմանական։ Եվ այս քարտեզի վրա արդեն հայտնի է հայկական ուժը ու ներկայությունը Սուրբ երկրեն ներս։ Բայց նաև պետք է ասենք, որ այդ Սուրբ երկրի մեջ կան տեսակավոր եկեղեցիներ, բայց այդ տեսակավոր եկեղեցիներում մեջ մեծ թեր կխաղա Սրբոց Հակոբյանց մայր տաճարը, որ պատիարքության եւ ամբողջ հայերու գլխավոր տաճարն է, ուր որ կկատարվին ամենեն մեծ արարողությունները։ Սուրբ Հակոբյանց վանքի մեջ կա Սուրբ Հակոբ գլխատիրը Զեբեդեոսի որդին, որ գլխատված է եւ իր գլուխը հոս է եւ մարմինը թաղված է Կոմպոստելա քաղաքի մեջ Իսպանիա, եւ կա նաեւ Սուրբ Հակոբ Տյառն եղբոր առաջին եպիսկոպոսի գահը։ Այդպիսով վկայելով, որ Սուրբ Հակոբյանց մայր տաճարը նստավայրն է առաջին եպիսկոպոսին եւ ինչպես այն ադեն առաջին եպիսկոպոսն էր ամբողջ Երուսաղեմին եւ կնշանակե, որ հոնդեղեն էր, որ գիշխվեր ամեն քրիստոնյա համայնքները։ Ինչպես գիտեք, մեր միապանությունը եւ մեր համայնքը շատ չարչարանքներու մեջով կանցնին, եւ այդ չարչարանքները նաեւ հիմա կսեմ, թե ինչի արչեւ կրնանք կենալ մենք հետակային եւ ինչպես կրնանք այդ չարչարանքները հաղթահարել։ Բայց ինչպես ասի Սուրբ Հակոբը միակ գոհարներեն է Սուրբ երկրեն ներս, միակ գոհարներեն չէ Սուրբ երկրեն ներս, կան տարբեր եկեղեցիներ։ Բայց այս եկեղեցին կտարբերվի անորմով, որ միակ եկեղեցին է աշխարհի մեջ, ուր որ չի կործածվիր որևէ էլեկտրականություն։ Պահած է 12-րդ դարեն սկսյալ, պահված է այս եկեղեցի մեջ անտավանդությունները մինչև այսօր, եւ այդ եկեղեցին կլուսավորվի կանթեղներով, մոմերով, բայց ոչ էլեկտրականությամբ։ Սա մեր մայր տաճարն է, վստահ եմ շատերը կրնա տեսածը լաք, եւ ով որ չէ տեսած պետք է կաչալերեն, որ ինքը կա եւ տեսնա։ Ուրեմն գիտեք, Երուսաղեմի մեջ մենք շատ ներդրումներ ունեցած ենք, ընդհանուր Սուրբ երկրի պատմության մեջ։ Եվ ինչպես գիտեք, հայոց ցեղասպանութենեն վերջը, հայոց ցեղասպանութենեն առաջ նախ
հրավիրած էին տարբեր մուսուլման իշխաններ, որպիսի քան եւ սերամիկով, աղճաբակիով պատեն այն բոլոր եկեղեցիները, մզկիթները եւ այն բոլոր սրբավայրերը, այդպիսով ավելի գեղեցկացնելու համար մզկիթները եւ սրբավայրերը։ Եվ ինչպես գիտեք, արդեն կհրավիրեն տարբեր ընտանիքներ, Հովանեսյան, Կարաքաշյան, Բալյան ընտանիքները, եւ գիտեք այսօր Թուրքիայի մեջ ամենեն լավ գեղեցիկ գործերը եւ մզկիթները զարդարված են մեր Բալյան ընտանիքին ցերկով, ամենեն գեղեցիկները։ Եվ անշուշտ հրավիրելով այս հայ ընտանիքներուն, որպեսզի քան եւ գեղեցկացնեն մզկիթները եւ սուրբ տեղերը, սուրբ երկրներս, գուքան ասմարտիկ եւ ցավով մենք կունենանք հայոց ցեղասպանությունը 1915 թվականին եւ ատկեվերջ վստահ որ պիտի ճուզեին այս մարտիկը վերադառնալ Թուրքիա եւ իրենց կորձը կշարունակեն արդեն իրենց արհեստանոցը աղճապակի խանութները փանալով սուրբ երկրներս եւ իրենց կորձը շարունակելով եւ զարգացնելով Երուսաղեմի մեջ ինչպես արդեն ասի 2019 թվականին 100-ամյակն էր հայկական աղճապակի սուրբ երկրներս եւ ոչ միայն Իսրայելի, այլ նաեւ շատ կազմակերպություններ խնդրած էին որ ՅՈՒՆԵՍԿՕ-ին որպեսզի իր պաշտպանության տակ առնե հայկական աղճապակի արվեստը եւ այդպիսով պահպանե որպես սուրբ երկրի մշակույթներեն կարևոր առանձնահատկություն որ ունի սուրբ երկիրը եւ ինչպես գիտեք արդեն շատ հрьяաներու հետ կհանդիպին եւ երբ որ ադեն կխոսիս իրենց հետ կսեն եթե կուզես լավ նվերտալ ուրեմն գնա եւ հայկական աղճապակի առ եւ նվերտու այլևս շատ թանկարժեք բան եղած է հայկական աղճապակին ցավով գսեմ նաեւ որ շատ արաբներ կփորձեն կեղծել բայց այն մարդիկը որոնք որ լավ գիտեն հայկական աղճապակին կհասկանան եւ կերտան կգնեն հայկական հայերեն որոնք որ իրական աղճապակիով կզբաղվին եւ կհասկանան այդ արվեստը այստեղ քանի մը աղճապակիներ դրած եմ որպեսզի ավելի այսօն եկեղեցիներու մզկիթներու մեջ են որոնք որ զարդարած են ասոր մասին փոքր մը գուզեի ասել որ գիտեք երբ որ Իսրայելը արդեն գրավելով եկավ Երուսաղեմ այսինքն գրավեց սուրբ երկիրը Երուսաղեմի տարբեր փողոցներու վրա կա այսպես աղճապակիով գրված փողոցներու անունները ուրեմն երբ որ այն ադեն ըրած էին մուսուլմանական շրջանին ուրեմն այս աղճապակի մեջ կրնակ տեսնել անգլերենի առաջին մասը որ հոս անգլերենն է եւ երկրորդ մասը արաբերենն է ուրեմն աս մշակույթը պահելու համար հрьяաները ճուզեցին ասոնք քանտել եւ ասոնք փչացնել եւ նորը տեղադրել ասոր տեղը որոշեցին որ պետք է երթան եւ բերեն նույն ընտանիքը որը որ ժամանակին ասոն կրած են եւ անշուշտ քացին կդան վճարումներ երին եւ եկան եթե վերի մասը նկատեք ավելցուցին հրեականը եբրայերենով տարերը եթե նկատեք ավելցված է եւ այդպեսով անոր համար շատ մեծ ուշադրություն կդարձվի հայկական աղճապակին սուրբ երկրներս բայց հայկական աղճապակին միակ ժառանգությունը չէ որ հայերը ունեն սուրբ երկրներս ինչպես գիտեք առաջին տպարանը հայերը հիմնած են
19-րդ դարի մեջ։ Եվ եթե որևէ մեկը ցեզ մե եւ կքաչալերեմ ամեն վարքյան բիդսեմ կքաչալերեմ որպեսի քակ տեսնեք այն բոլոր մեքենաները այն բոլոր տարատեսակները մեր թանկարանի մեջ ուր որ մասնավոր տեղ մկա նվիրված է առաջին տպագրության մասերը ցցնելու թե ինչպես այդ մեքենաները այդ տարատեսակները կկործածվին եւ այսօր դուք կրնակ առիթ ունենալ մուտք գործել մեր թանկարան եւ Հոնդեղը ավելի մոտիկ են ծանոթանալու եւ տեսնելու այդ տարատեսակներուն, մեքենաներուն, թե ինչպես ժամանակին ժողովուրդը եւ մեր պատիարակությունը մեր համայնքը ունեցած է որպես առաջին տպարանը Սուրբ Երկրներս։ Այստեղ քանի քիրքեր կան այդ ատեն որ տպված են եւ ասոն կպահվին Գյուլբենգյան Մարտենաթարանին մեջ ասոնք պետք է նորեն գսեմ կքաչալերեն որ քակ եւ տեսնակ ուրեմն ինչպես գիտենք նաեւ Երուսաղեմի մեջ մենք ունենք հայկական ճեմարան Սովետ միության տարիներուն Հայաստանի մեջ Հայաստանեն մայրաթորեն չէին կրնար մատակարարել տարբեր ծուխերով տարբեր համայնքներում հոգևորականներ եւ այդ հոգևորական պատրաստելու փերը տրված էր Երուսաղեմի հայոց պատիարակության վրա համացայնությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ այդ տարիներուն Երուսաղեմի հայոց պատիարակությունը իր ճեմարանի մեջ հոգևորականներ կպատրաստեր եւ կուղարկեր տարբեր թեմեր համայնքներ ուր որ այդ հոգևորականները կրնային ծառայել եւ մատակարարել այն բոլոր հոգևոր պահանջները, որ մեր ժողովուրդը պետք ուներ տարբեր համայնքներեն ներս։ Ինչպես գիտեք, նաև նախկին ձեր աղան arczepiskopos-ը նաև մեր միապանության անդամ էր։ Եվ այդ տարիներում իրեն ղրկեցին, որպեսզի քայլ ծառայությունը շարունակե որպես առաջնորդ Ավստրալիա թևի մեջ։ Այս մեր ճեմարանն է որ ներսեն փոքր նկար մեռացենք նաև գիտեք ճեմարանեն զատուր որ միայն հոգևորականներ կսորվի այսինքն աշակերտներ կսորվին հոգևորականը լալու համար նաև ունենք մենք մեր համայնքի դպրոցը ուր որ 12 տարի կսորվին մեր համայնքի երիտասարդները աղջիկ տղա եւ այս դպրոցը իր աշակերտներու վերջնական արդյունքով տարիների ընթացքին ցույց տված է որ շատ լավ դպրոց է որովհետև երբ որ տարվում վերջը կերտան ու իրենց ուսում են վերջ կերտան եւ քննությունները գուտան կսկան եւ կտեսնան թե ինչ բարձր գնահատականներ կբերեն եւ այս վերջին 2-3-4 տարիներու ընթացքին նաեւ մեր օգնությամբ, պատիարակության օգնությամբ եւ համայնքի երիտասարդներու հետ իմ ունեցած կապի նաեւ շնորհիվ փորձած ենք ամեն բան անել, որպեսզի մեր երիտասարդները երթան եւ սորվին Երուսաղեմի եբրայական համալսարանի մեջ։ Եվ Փառք Աստուծո գսեմ վերջին տարիներուն արդեն մենք 10-ն ավելի աշակերտ ունենք եբրայական համալսարանի մեջ, ինչը կնշանակե որ փոքր հայկական համայնքի համար ասպիսի թիվ ունենալ արդեն եբրայական համալսարանի մեջ շատ մեծ առավելություն կրնալալ հետագային մեր համայնքին համար։ Ինչպես ասի վերջին տարիներուն մեր աստանքարանը փակ էր, բայց Մարտիկյան ընտանիքի կողմէ նվիրատվության շնորհիվ նոր նախագիծը մեջտեղ եկավ եւ Մարտիկյան ընտանիքը իր ցանկությամբ հայտնեց որ պետք է եւ պարտավորված ենք մենք մեր թանկարանը նորոգելու եւ Սուրբ Երկրի մեջ ցույց տալու այն բոլոր ժառանգությունը որ մենք ունենք մեկ հարկին տակ եւ Փառք Աստուծո այդ իրենց երազը եւ այդ իրենց նպատակը նաև մեր երազը եւ մեր համայնքի նպատակը
իրաքորձվեցավ եւ այսօր ունենք այս քեղեցիկ թանգարանը Սուրբ Եկրեններս, որ ցավոք վերջին տարիներուն տարբեր պատճառներով պատերազմական կորոնայի պատճառով շատ այցելություններ չունեցանք, բայց մինչև այսօր այցելություններու թիվը չի թատրիր։ Գուկան քիչ թիվով, բայց նորեն գուկան փառք Աստծո։ Թանգարանը ներսեն։ Ուրեմն ինչպես գիտեք, երբ որ Նապոլեոն Բոնապարտը իր արշավանքներու ժամանակ Եգիպտոս պիտի կար եւ գկրավե ակոն ակե քաղաքը այսօրվա իր այդ արշավանքներու ժամանակ իր զինվորները հիվանդությամբ կբռնվին եւ մենք Թել Ավիվ Яфա ծովի ափին փոքր համայնքի եկեղեցի ունենք եւ այդ եկեղեցի որ հիմա վանք է ինքը, բայց հիմա կծառայի որպես համայնքի եկեղեցի, ուրեմն այդ տարիներուն իր զինվորները երբ որ կհիվանդանան, Նապոլեոնը անձնապես կայցելե եւ կտեսնա թե ինչպես մեր այդ Սուրբ Նիկողայոս վանքին մեջ հայ հոգևորականները կխնամեն իր հիվանդ զինվորներուն։ Եվ այդ խնամքը տեսնել է վերջ ինքը իսկապես զարմացած, ուրախացած եւ հիացած վերջ ինչպես պատմիչը կներկայացնե, կսե ես իմ կյանքի մեջ չէի տեսած որևէ տեղը, որևէ անգամ թե այսպիսի հոգատարություն, լավ հոգատարություն, ինչպիսի որ հայ հոգևորականները կուդան իմ զինվորներուն իրենց հիվանդության ընթացքին։ Եվ ուրեմն կմոտենա մեր պատիակներուն, մեր պատիակին եւ մեր եպիսկոպոսներուն եւ կսե որ այն ինչ որ դու կրիկ եւ բուժեցիք իմ զինվորները եւ ես այցելեցի ձեր վանքը եւ ինչ որ ես տեսա անքնահատելի է։ Ես պետք է ցեզ ասեմ ինչ կուզեք եւ ինչով կրնամ ցեզի օգտակար լալ։ Մեր պատիարքությունը իրեն գսե որ մենք ոչինչ չենք ուզեր։ Մենք կուզենք այն վրանը, որուն տակ որթուն կնստիս։ Եվ այդ վրանը կառնեն եւ եկեղեցական շուրճար կպատրաստեն, ինչը միջև այսօր հայոց պատիարքարանը կկործածե կրոնական տարբեր արարողությունների ընթացքին։ Ուրեմն գիտեք, Երևանի մատենաթարանեն վերջ, ծրագրադան մատենաթարանեն վերջ ամենեն հարուստ երկրորդ ծրագրադունը Երուսաղեմի մեջ է, հայոց պատիարքարանին կպատկան։ Եվ այդ ծրագրերը անքին են, քին չունին։ Անորամար վերջին տարիներուն մենք պատրաստեցինք կառուցեցինք նոր ծրագրադուն, որպեսզի ավելի ապահով պայմաններ ստեղծենք պահպանելու, պաշտպանելու այն ծրագիրները, որ մենք ունենք Երուսաղեմեն ներս։ Այդ ծրագիրները կան Թորոս Ռոսլինի ավետարանը եւ կան տարբեր տեսակի ծրագիրներ, անգամ լսեցի, որ անցյալ անգամը հետազոտություններու արդյունքի մեջ հասկացանք, որ ծրագիրներ կան, որ անգամ Երևանի ծրագրադան մեջ չկան, բայց կան Երուսաղեմի մեջ։ Բայց ադիգա չի նշանակել, որ ադիգա կպատկանի Երուսաղեմի հայոց պատիարքության միայն, այլ կպատկանի մեր ամեն հայ ազգին։ Միայն եթե մենք կպահպանենք այդ ծրագիրները, մեզի տված է պահպանել այդ ծրագիրները, ադի չի նշանակել, որ մենք միայն Տերն ենք։ Տերն է մեր ամեն հայ ազգը եւ մեր հայ ժողովուրդը։ Սիրելիներ, բայց ամեն հարստությունները զատ, ամեն իրավունքները զատ,
մենք ունենք նաև դժվարություններ սուրբ եկրեններս։ Ամեն օր տարբեր տեսակի խնդիրներ եք անցնենք։ Եվ այդ խնդիրները ինչպես կտեսնանք, վերջ չունի։ Փոխանակ թատրելու այլ կշարունակվի։ Բայց խնդիրեն փախնելով եւ արջևը չկենալով խնդիրները միայն ավելի կշատնան։ Մենք ամեն օր եկեղեցի երթալու ադեն մեր ճեմանանի աշակերտները, մեր հայ հոգևորականները, մեր միապանները, որոնք կծառայեն սրբադեղիներու մեջ, կառնչվին դարբեր տեսակի խնդիրներու հետ։ Այդ խնդիրներն մեկն է հայ հոգևորականներուն վրա թքելը։ Տարբեր տեսակի ծայրահեղ հրյաներու կողմէ։ Այդ ավանդությունը գուկա այն ժամանակեն, որ ինչպես իրենք ժամանակին Քրիստոսի խաչի վրա եւ Քրիստոսի վրա գտուքեին եւ կանարգեին, այդպես մինչեւ այսօր, երբ որ քրիստոնյաներ կտեսնան, կտուքեն եւ մինչեւ անգամ կհարվածեն եւ կփորձեն հրահրող բաներ անել, որպեսզի մեզ նեղացնեն եւ մեզ այնպես անեն, որ մենք ցկենք այս երկիրը։ Հարցակումները կլան ազվերջին 1-2 դարվա մեջ նաև եղած էին հարցակումներ, տարբեր տեսակի սպրեյ գազերով կփորձեն վնաս հասցնել մեր հոգևորականներուն, նաև համայնքի անդամներուն, վերջին անգամը պատահած էր համայնքի քանի անդամներու հետ, որ հիվանդանոց գացինք եւ փորձեցինք ամեն բան անել, որ լավը լա եւ փառք Աստուծո լավ եղավ։ Ատկեզատ նաև ունենք ինչպես ասի ծայրահեղ հрьяաներ, որոնք իրենց գոյութենեզատ, իրենց մեզատ ուրիշ մեկը չեն ուզեր այս երկրեն ներս եւ ծայրահեղ, շատ ծայրահեղ բաներ կգրեն հայոց պատիարքարանի բادرուն վրա։ Հոս եթե կտեսնաք գրված է, սկիզբը գրված էր Մավետ լե Արմենիմ, այսինքն մահ հայերուն, ավելի տագը Մավետ լե Նոցրին, որ կնշանակե մահ քրիստոնյաներուն եւ այդպես մահ արաբներուն եւ այն մնացորդներուն գոյերուն, որ իրեն քրիստոնյաներուն բոլորին գոյ կսեն, ինչպես Թուրքիայի մեջ կսեն գյավուր, հոսալ քրիստոնյաներուն կսեն գոյ հрьяաները։ Եվ այս տեսակ բաներ տեսնալե վերջը ես պետք է ասեմ, որ մարդիկ կան, որոնք որ գսեն ոչ, մենք պետք է պայքարենք, մենք պետք է անենք ամեն բան, պահպանելու մեր ներկայությունը սուրբ երկրներս, ամեն բան պետք է անենք, բայց ցավոք երիտասարդներ կան, որոնք կսեն, որ ես այլևս զզված եմ այս երկրի մեջ ապրելու եւ պիտի երթամ տեղը, որ ես կնամ իմ տունես հանգիստ դուրս ելալ եւ չտեսնալ եւ չանցնել այս չարչարանքները։ Եվ ադիգա պատճառ կլա, որ մեր քաղաքը բարբվի եւ մեր ներկայությունը դգարանա հոս։ Նաեւ հոս գրած են նեկամա, որ կնշանակե վրեժ, թե ում է վրեժ կլուծեն։ Եվ վերջին տարիներուն գիտեք ասկովերու բարտեզու խնդիրն էր, որ շատ մեծ արձական կդավ եւ մենք հալ փորձեցինք անել մեր կարելին ավելի տարածում տարածելու համար, որպեսզի նաև միջազգային եւ հայկական պաշտպանությունը ունենանք եւ պահպանենք այն տարածքը, որ կպատկանի հայոց։ Կովերու պարտեզի խնդիրը սկսավ անկե, որ կարգալուց եղած հոգևորականը փորձած էր բանակցություններու մեջ մտնալ Իսրայելի տարբեր ներողություն կազմակերպության հետ, Խանագարդն կոչվող կազմակերպության հետ եւ փորձած էր համոզել շատերուն, որ այս մարտիկը որուն հետ որ ինքը կհամակորձակցի քրիստոնյա է։ Եվ ժամանակ առ վերջ մենք հասկացանք, որ այս քրիստոնյա
կներկայանա որպես արչևի մարդ եւ ինքը կհամարվի զայոնիստ քրիստոնյա, այսինքն սիոնիստ քրիստոնյա, որը որ տարբեր տեսակի համայնքներեն կամ քրիստոնեական կամ արաբական համայնքներեն տարբեր տեսակի հողեր կամ կալվածներ կառնե եւ վերջնականապես կձախե հрьяաներում։ Անշուշտ հասկանալ է վերջ ամեն բաներինք եւ կեցուցինք այն բոլոր պայմանակիրը եւ թադարանի միջոցով փորձեցին կնել այն ամեն ինչ եւ միջև այսօր կփորձեն կնել ամեն ինչ չեղարկելու եւ այդ կազմակերպության հետ որևէ կորչ չունենալու համար։ Այսօր այդ օրերուն շատ ավելի չարչարանքներու մեջ են անցանք ոչ թե միայն հայոց պատիարակությունը, այլ նաեւ հայ համայնքը միասնաբար փորձեցին կենալ, պայքարել, պահպանել եւ ամեն բան անել, որպեսզի այդ կազմակերպության հետ որևէ կորչ չունենան եւ այս տարածքը պահենք հայկական եւ չցկենք, որ որևէ մեկը հոն մտնա եւ այդ պրոգրամներով, այդ պլաններով ինչ որ բան կառուցե, ինչը որ ինքը խոստացած էր։ Իրենք այսպես շատ վայրի բլդուզերներով, բլդուզեր մեքենաներով եւ տարբեր տեսակ երկաթ կտրող մեքենաներով գուքային տարբեր տեսակ արաբներու, հрьяաներու միջև անգամ կվարձեին, որպեսզի կան եւ հրահրող քայլեր կատարեն հայոց համայնքի եւ հոնտեղը մշտական ներկայություն ունեցող մեր տղաներու թեմ։ Բայց պետք է ասեմ, որ հոներ, որ իրապես կտեսնած, թե ինչպես հայ համայնքը, հայոց պատիարակությունը լծված էր այդ տարածքը պահպանելու, անգամ տեսնալով, որ իրենց այդ մարդոց թեմ երթալը գրնա միջև անգամ իրենց կյանքին վնաս հասցնել։ Հոն էին, որ այդ մեր երիտասարդները, մեր ժառանգավոր սաները, մեր համայնքի անդամները ամեն բաներին պահելու եւ պահպանելու։ Եվ միասնաբար նաեւ ծերաղոտները կխնդրենք, որ ամեն բան անեք, որ ծերաղոտներում մեջ խնդրեք միշտ, որ մենք հալ կրնանք ամեն բան անել, որովհետեւ մենք լավ ընթացքի մեջ ենք թադարանի մեջ եւ ներողություն նաեւ բանակցություններու մեջ լավ ընթացքի մեջ ենք, որպեսզի կարողանանք այս արհավիրքն հաղթահարել եւ մեր նախկին համայնքի այս տարածքին խաղաղությունը վերադարձնել։ Սիրելիներ, պետք է բան ասեմ։ Քրիստոնյաները շատ կայցել են, կաթոլիկ եւ օրթոդոքս քրիստոնյաները շատ կայցել են Սուրբ Երկիր։ Ադիգա պատճառ կլա, որ օրթոդոքսները եւ կաթոլիկ քրիստոնյաները իրենց յետևը ունենան այդ պաշտպանությունը, որ իրենք կրնան ստանալ միայն քրիստոնյա աշխարհեն եւ քրիստոնյա կազմակերպություններեն եւ նաեւ կառավարություններեն։ Ես պետք է խնդրեմ նաեւ, որ դուք ամեն բան անեք, ամեն վարքյան, երբ որ առիթ ունեք, այցելելու Երուսաղեմ։ Երբ որ Երուսաղեմ կայցելեք, ամեն վարքյան ծեր օդանավակայանեն ներս մտնալը երևի որպես հայ, դուք ներս եկած եք Սուրբ Երկրեն եւ կայցելեք վստահ Երուսաղեմ։ Ադի հрьяին, արաբին վկայություն կլա, որ հայ Երուսաղեմը չեմ մորցված եւ միշտ իրենց այցելություններով միշտ կանգնած են եւ տեղյակ պիտի լան, եթե մենք փորձենք որևէ ձևով մոտենալ հայ համայնքին եւ հայկական կալվածքներուն ու ժառանգությանը Սուրբ Երկրեն ներս։ Ուրեմն կքաչալերեմ եւ կսպասեմ ցեզի Սուրբ Երկրեն ներս, կակ տեսնակ այն բոլոր փոքր բաները ես ներկայացուցի ցեզի ավելի տեղեկացնելու համար հայ համայնքի մասին, բայց վստահ եմ այն ինչ որ դուք պիտի տեսնակ եւ պիտի ինչ որ ձեր այցելության ընթացքին ուրախանաք, ավելի մոտեն ծանոթանաք, ադիգա անքնահատելի պիտի։ Ուրեմն ցեզի գմախտեմ ամենեն լավ բաները ձեր կյանքի մեջ եւ կսպասեմ ձեզ Երուսաղեմեն ներս։ Շնորհակալություն։
Շնորհակալություն սիրելի Հայր Սուրբ, ասել վերջին պատկամը խիստ կարևոր եւ շատ լուրջ է եւ հասկանալի է դրդաբաժանները եւ այսօր պետք է արձագանքե հայ ազգը ամենուր մանավանդ սփյուռքը այո լավ գուզեիք Հայր Սուրբ սլայդը բանել Հա, մեկ վարքյան։ այո Ահա, յավ։ շնորհակալություն Շատ բարի սիրելիներ, սիրելի լսարանականներ, եթե հարցումներ կան, ընտրեմ, ձերք բարձրացրեք կամ ձերք կամ էլեկտրոնիկ ձերք, տեղին ձերք։ Այո, դոկտոր Ջեբեջյան, հրամեցեք։ Իրելի սուրբ հար սուրբ արիթ ունեցա անցամբ Երուսաղեմն լալ 2018-ին իշնորիվ դեր հոր դեր ավետիսին եւ մինչեւ հիմա at սրբավայրերու աստեցությունը իմ վրա սեղած է եւ դի շարունակե մինչեւ ցանկից վերջ այսօր ծեր ներկայացուցածը իսկական մեր հայության համար քրխավոր աստղներեն մեկ է մեր ինքնության եւ այդպիսի վայրը որ սուրբ Զիոնի լերան վրա է այսինքն հрьяաներուն համար ամենասուրբ դերն է որ հայկական հողամասը հատարածքին վրան է անկասկած այսին մեզի համար սրբավայր է իրենց համար սրբավայր է համար աթագասությունը բադմականորեն փական գաստե երկու կողմին եւ վերջերս այսին վերջերս ամն երեք պրոֆեսոր Մայքլ Սթոնը իր հետազոտություններեն նոր քուդմը կդած է որ 11-րդ 12-րդ դարերեն է հայերեն արձանագրությունը քարերու վրա ճիշտ ասիկա Nouvelle de France-ի մեջ հրատարակվեցավ ներքին Jerusalem Post-ը հրատարակեց իմ հարցը այն որ մեր պատմության հետքերը որ մնացած են նմանավանդ Սուրբ Հակոբյանց եկեղեցին մտնողը որ օդարներ երբեմն գսեն որ ծեր եկեղեցու մեջ այդպիսի սուրբեր թաղված են ինչ որ բադայեցավ եւ որ հոնի գհրաբուրվին այդպիսի հարստություն կա ինչպես որ դուգսիկ ամեն մտահոգությունը այն է որ ինչպես բաբաներ եւ ներգալը բազմից ծեժի շնորհակալություն որ այսպիսի ամբողջ ծևով գրծակ այս հսկա գարույցի մասին արդայդի շնորհակալություն Շնորհակալ եմ Շնորհակալություն դոկտոր այո այլ հարցեր կան Եթե չկան ես մեկ երկու հարցում ունեմ Սրբազան հար ամեցեք Շնորհակալություն սիրելի Հայր Սուրբ դասախոսության համար լուսաբանությունները շատ կարևոր էին շեշտադրումները ես շատ կարճ հարցում ունեմ ինչպես եք տեսնում աշխարհի հայերի կամ սփյուռքի կամ Հայաստանի հայերի ներգրավվածությունը այսօրվա Երուսաղեմի պահպանության գործում այսինքն օրինակ մասնավորաբար Ավստրալիայի հայությունը ինչ կարող է անել կամ ինչպես կարող է աջակցել կամ մեր թեմը կամ մեր ժողովուրդը կամ մեր կազմակերպությունները բացի այն որ իհարկե կարևորությամբ շեշտեցիք ուխտագնացություններ կազմակերպել եւ այցելել Սուրբ Երկիր եւ մեր հայ սրբավայրերը տեսնել բայց ատկեզատ ուրիշ ինչ որ
մտածում կամ ստրատեգի ունեք, որ օրինակ աշխարհին ուղեք դա, աշխարհի հայության նկատի ունեմ, որ ինչ որ ձևով մենք այսօրվա մեր հայ Երուսաղեմին այդ մեծ առաքելության, պահպանության առաքելության մասնակիցը լանք։ Շնորհակալություն Սրբազան հայր։ Ինչպես ասի, գիտեք, երբ որ տարածքը չեք այցելած, այն մեկը չի այցելած, անցնապես մոդիկեն չէ ծանոթացած հոնդեղի խնդիրներուն, քիչ մը դժվար կլա, բայց երբ որ գայցել է մեկը, այդպեսով ավելի կճանչնա եւ ինքը կհասկնա իր կարողություններու մասին եւ ինչ ճանապարհով կրնա օգնել։ Մեկ, երկրորդը որևէ ծևով երբ որ որևէ խնդրի առջև կգենանք, ես միշտ հայտարարություններով հանդես կգամ, դիվանը հանդարություններով հանդես կգամ։ Եվ այդ հայտարարություններով կսեն, թե մենք ինչ խնդիրներով առջև գեցած ենք։ Եվ այդ հայտարարությունները ոչ թե միայն գուզեինք, որ մենք տարածեինք, այլ նաև ամեն հայ, ուր որ կգտնվի սփյուռքի մեջ, ինքը տարածե եւ փորձե այդ կառավարության միջոցով ճնշում կործադրել Իսրայելի կառավարության վրա, որ պարտավորված դուք իրավունք չունիք անհանգստացնելու քրիստոնյա առաջին ժողովրդին եւ առաջին համայնքի, որ կգտնվի Երուսաղեմեն ներս։ Այդ կառավարական ուժը կդառնա ամենամեծ մեխանիզմներն մեկը, որ կրնա Իսրայելի կառավարության վրա ճնշում կործադրել եւ այդպիսով կառավարությունը կտեսնա, որ եթե ես ասպիսի բան մտիտնեմ, ինչ հարվածներ եւ ինչ մոտեցումներ կրնամ ունենալ տարբեր երկրի կազմակերպություններու եւ կառավարություններու կողմէ։ Եվ ադիգա մեծ կարևորություն պիտի լա ոչ թե միայն ծեր կորձի մեջ Երուսաղեմի պաշտպանման համար, այլ նաև մեծ օգնություն պիտի լա եւ հրյային համար թաս պիտի լա, թե ինչ կրնա պատահել իրեն, երբ որ ինքը քրիստոնյաներուն անհանգստացնե սուբյեկտներս։ Բարի։ Հարցուր դուք խոսացաք խառն ամուսնություններու մասին։ Ինչ ասկերու հետ խառն ամուսնություններ դեղի ունենան։ Ուրեմն գլա ավելի քրիստոնյա արաբներուն հետ։ Քրիստոնյա արաբներուն հետ եւ շատ չեն, բայց կան։ Բայց երբ որ հրյական ավելի Թել Ավիվի կողմերը հրյական Պետախ Տիկվա եւ տարբեր քաղաքներու մեջ, օրինակ Պետախ Տիկվա, Հայֆա, Յաֆա, այդ տարածքներու մեջ հայկական համայնքները ավելի շատ գշաղվին հрьяաներուն հետ։ Միջավայրը իրենց ավելի հрьяական է, Երուսաղեմի մեջ ավելի արաբական։ Ադիգա նաև պատճառ կլա, որ հոն ավելի հрьяաներուն հետ եւ հոսալ արաբ քրիստոնյաներուն հետ։ Այսին հрьяաներուն հետ եւ ասենք քրիստոնյա չեն։ Այսին վտանգավոր։ Անի մեծ վտանգ։ Իսկ թարգմանչած վարժարանի մասին ասիկ թարգմանչած վարժարան աշտե անվանի է եւ սերունդներ հասուցած է գիտենք անոր ուսուցչական գազմը ուրդեղեն ուկա Երուսաղեմեն Ուսուցչական կազմ, այո, ուսուցչական կազմը ունինք հայ ուսուցչուհիներ, ուսուցիչներ, որոնք որ կան հայ համայնքեն եւ նաեւ կան անգլերենի տարբեր օրինակ արաբերենի, հրեայերենի մասնակիցներ, որոնք որ օդար են, հայ չեն։ Այդպիսի ուսուցչուհիներ ունինք եւ հիմա ես վերջին տարիներուն խնդրած եմ մեր հայ երիտասարդներուն եւ գնալա լսածը լակ ամեն բան
ես կնեմ, որպեսզի մեր երիտասարդները երթան եւ սորվին եբրայական համալսարանի մեջ եւ բարձր կրթություն ստանան եւ ուղղակի իրենք կլան այդ դպրոցին եւ համայնքին կրթողները ուսուցիչները։ Մենք բավարարվենք մեր համայնքի երիտասարդներու ուսմամբ եւ ինքնաբավ համայնք կլան։ Այսօր համայնքի զավակներն պրոֆեսորներ, համալսարանի ուսուցիչներ, փաստաբաններ եւ ունինք համայնքի մեջ, որոնք աստեցիկ են։ Ուրեմն ասեմ, համայնքի մեջ ունինք արդեն համայնքի մեջ, որոնք որ սորված են, արդեն 8-9 դոկտոր ունինք, որոնք որ ամենեն բարձր հիվանդանոցներու մեջ, ամենեն զորավոր հիվանդանոցներու մեջ կաշխատին։ Եվ մեր հայ դոկտորները հрьяաներում այդ սովորություն կա, գսեն, երբ որ հային բամը գլա գերտա հрьяինքով, երբ որ հрьяին բամը գլա գերտա հայինքով։ Եվ հрьяաները շատ կսիրեն մեր հայ դոկտորներուն, շատ։ Եվ արդեն 10-ն ավելի վստահ դոկտոր ունենք։ Նաև ատկեզատ ունենք փաստաբաններ։ Գևորգ Նալբանդյան, Ֆրանկ Սարգսյան, տարբեր մարդիկ կան, 2-3 փաստաբաններ ունենք։ Ատկեզատ ունենք հիմա արդեն փուշքույրեր, որոնք որ 1-2 հոգի ունենք փուշքույրեր, նաև փուշքույրերը գսորվին որ հիմա nurse պիտելան իրենք առաջիկային։ Նաև ունենք աս վերջին տարիներուն հիմա որ արդեն սկսած են իրենց աշխատանքները 1 տարի կամ 1 տարի ու կես մնաց որ պիտի ավարտեն, ունենք social worker-ներ, որոնց որ շատ կսիրեն, նաև հрьяաները, նաև արաբները եւ շատ կապված են մեր երիտասարդներուն, որոնք որ իրենց ուսուցիչ են կամ ուսուցչուհի են։ Սորվեցանք եւ մեկը պիտի ավարտեն նաև հաշվաբահ, մեկը գա որ հիմա նաև նորեն սկսա փաստաբանություն ունել, առաջիկա 1-2 տարվա մեջ կավարտե առաջ Աստված։ Փառք Աստուծո, մեր համայնքի այդ կրթության ցկտումը, համայնքի անդամներու կրթության ցկտումը շատ է եւ իր արդյունքը գուտագոր, համեմատած շատ այլ համայնքներում։ Թարգմանչացի թիվը ինչ է։ Թարգմանչածին թիվը անցյալ տարի 141 վայրկյան ասեմ հիմա ճիշտ թիվը ասեմ որ ճիշտ թիվը անցյալ տարի 170 նախանցյալ տարի 177 հիմա կարծեմ 199 մոտ է։ Բավական, այո, 199 մոտ է։ Շատ բարի։ Այսօր ասիկ խոսակ զայրահարականներու մասին։ Այս զայրահարականները pedagogan քաչալերանք ունին ուղագի գամանուղագի երբևիցե պետությունը չի գնարսել որ մենք կքաչալերենք միշտ կքննադատեն ամեն բան գնեն որպեսզի ամեն ձևով թատրեցնեն աստեսակ վերաբերմունքը եւ իրապես մարդիկ կան որոնք որ կաշխատին այդ ուղությամբ որպեսզի այս խայդարագությունները չլա որովհետեւ գսեն ասիկա հրեական գրոնին հետ հեչ կապ չունի ավելին նաեւ իրենց ռաբիները գսեն ասում չի գնար ասպես բանը լալ հրեական հավատքի մեջ կամ գրոնի մեջ ասանք բան չի գա ասոնք զայրահեղականներ են որոնք որ կապ չունին հրեականության եւ հրեական գրոնին հետ բայց երբ որ մենք քանի անգամ բռնած ենք եւ ոստիկանություն դարած ենք առանց իրեն զարնելու արչեվի թուրեն մտած են յետևի թուրեն դուրս ելած են եւ մենք կսենք եւ կշարունակեմ ասել անցյալ անգամը երկու առաջ ես 3 ինչ էր 3-5 շաբթի էր չէ 3 շաբթի էր այո երկու շաբթի օրը մենք կրոնից նախարարի հետ հանդիպում ունեցանք Իսրայելի կրոնից նախարարն էր անշուշտ ինքնալ սա որ անընդունելի է
եւ ամեն բան պետք է անենք, որ ասիկա չլա։ Չի գնալ ուրիշ մեկը տարբեր հավատք ունենալու պատճառով հալածվի եւ ադիգա անընդունելի է։ Բայց ոչինչ դեռ դակավին իրականության մեջ չի գա եւ մեր խնդրանքը ան է, որ Իսրայելի պարլամենտի մեջ օրենք որոշվի, որ եթե ասպես փան գնես առաջին կամ երկրորդ կամ երրորդ անգամ եւ կշարունակես ասիգա միջև անգամ թադվածության պատճառ կրնալալ քեզի համար եւ թուն պետք է թադաբարվիս ասորա։ Բայց միջև հիմա այդպիսի օրենք դեռ չլի։ Ատ կցնե որ իրապես կուզեն պաշտպան։ Բարի։ Սիրելիներ, եթե հարցումներ կան ըրեք, որտեղ իչմը այո, բան զարեք։ Unmute է։ Համեցեք։ As հարցումը ուզեք կբադասանեք կամ ոչ։ Հարաբերությունը ինչպես է վեապարին հետ եւ բադիարքին հետ, որովհետեւ փչադանցուն է բադիարքը չի աչելած Հայաստան մայդաջարը։ Այո։ Ուրեմն լավ որ Վարդան Սրբազանն ալհոս է։ Իմ թիվանավետը լալես վերջը չեմ գնալ ասել սկիզբը ինչ էր, բայց ես գիտեմ որ հարաբերությունները շատ լավ են հիմա։ Եվ երկու առաջ Բադիակ Սպազանը իմ հերացայնով վեապարին հետ խոսեցա։ Եվ վեապարը հայտնեց, որ ամեն բան պիտի հատկապես աս քաղաքապետարանին տաքսին հետ կապված ամեն բան պիտի ինչ որ իր մեկը հասնի օգնելու եւ Երուսաղեմի բادیակությանը նեցուկ կենալու որպիսի աս արաբիկնալ հաղթահարենք եւ միասնաբար կրնանք աս հարցը լուծել հոգուտ բادیակության։ Հարաբերությունները շատ լավ են, փառք Աստուծո, բادیակին էջմիածին չայցելելու պատճառը ոչ թե բادیակը չուզեր երթալ, որովհետեւ քանի որ առաջ քերակույն հոգեվոր խորհուրդ կար Մայրաթորի մեջ եւ Բադիակ Սրբազանը գրգած էր Թեոդորոս Սրբազանը իրեն ներկայացնելու։ Եվ Բադիակ Սրբազանի չայցելելը Էջմիածին պատճառներն մեկն է, որ Բադիակ Սրբազանը շատ զորավոր ծունգերու եւ մեջքի խնդիր ունի։ Եվ գնամ ասել, որ երկու օր առաջ Իվանտանոցեն միջև անգամ այնքան վատ էր, որ ամբուլանս կանչեցինք, ամոթ բան չի գա, եւ Բադիակ Սրբազանը շատ անգամ ցավով չի գնարգոր եկեղեցական արարողություններում մասնակցի։ Չի գնարգոր ավելի գնալ։ Թե չէ հարաբերությունները լավ են, փառք Աստծո։ Այս հարցումին մոդիկ այլ հարցումը բադրիարքական ճանաչումի սարեցում կար Հորտանանի եւ Բաղեստինի պետություններուն կողմէ ադիա վերացավ։ Ուրեմն նայեցեք, հիմա մենք ասոր հետ կապված կաշխատենք։ Ասիգա մեկ երթալ մեկ քալը եւ ես չսեմ որևէ մեծ բամը, բարձ մենք ես ալ գնամ խոսիլ եւ գնանք աս հարցը կարկատրել։ Բայց պետք է բամը հասկանաք, որ եթե մենք պիտի երթանք, աս հարաբերությունները պետք է լավացնենք, ինչ պիտի տանք ադոր դիմաց։ Ինչու սարեցված են։ Այո, որովհետև այդ սառեցման հարցը կապված էր Գովերու Բարդեզին հետ։ Եվ երբ որ մենք արդեն թադական ընթացքը սկսանք, իրենք մեզ եսին, որ սկսեցեք թադական ընթացքը, որ տեսնանք դուք իրավունք իսկապես չեք ուզեր, որ հрьяաներուն դակատ տարածքը։ Եվ մենք թադական ընթացքը սկսանք, եւ ասեմ ցեզի, շատ արժեվ քացինք եւ այդ թուղթերով իրենց փաստեցինք, որ մենք իրապես կուզենք որ ասիգա չլա եւ մենք չենք ցկեր որ լա եւ երբ որ փաստերով ներկայացուցինք իրենք ասին այո բայց միջև հիմա իրենց մոտ հերանցական չեկավ այդ սառեցման հետ կապված բայց նեցուկ կգանքնին իրենք ասած են որ պատրաստ են ինչ կմնա Ուսանք որովհետեւ բամը ասեմ շատ չսեմ հակախտներ չփանանք աս հիմա աս հարցը կքննարկվի գոր Մենք պետք է գիտնանք ինչպես պետք է անենք։ Ընթացքի մեջ է։ Արեք, շատ բարի։
Իսկ եթե այցելելու ըլլանք ես կներեք չեմ այցելած Երուսաղեմ եւ շատ բան չեմ գիտեր ատմաս հարցում որ վիդարցեմ ատմասը լավադերյակ չեմ հայկական բաժնին մեջ հայկական թաղամասի մեջ հնարավոր է հայկական բանտոկներ հայկական հյուրանոցներ հայկական ճաշարաններ գեցություն ասին գալի է կապահովվի Սիրելին նշան նախ առաջինը խնդիրներն մեկը ան է որ հայոց պատիարքայանը հյուրանոց չունի բանտոկ չունի որովհետև ադիգամետ շատ մեծ ծախսերու գնայի եւ այդ կարողությունը չունի որ կնա պատիարքություն անել որովհետև պատիարքությունը ասանք հյուրանոցը հարցնելը շատ մեծ դրամի եւ շատ մեծ աշխատանքի եւ աշխատուժի պետք ունի Ադիգա չի գնա բայց հյուրանոցները կան եւ շատերը գուքան դուրսի հյուրանոց կմնան եւ այոց վանքնալ իրենց արչեւ միշտ բաց է ամեն վարքյան կրնան այցելել իրենց դունի պես բոլորը կրնան այցելել իրենց դունի պես բայց այդ բանտոկի խնդիրը քիչ մեզի համար հա նաեւ ասեմ որ ճաշարաններ ալ կան հայկական բայց հյուրանոցի խնդիրը քիչ մը դժվար է այսինքն պետք է բիզնեսմեն կամ ասանք գործարարը արուստ մեկը ինքնալ օգտվի մենք այդ կարողությունը քիչ մը դժվար է մեզի համար Okay իսկ հայության թիվը ինչ է Ընդհանուր Երուսաղեմ Սուրբ Երկրեններս ի նկատի ունիմ նաև Պաղեստինյան շրջանը հրեական Երուսաղեմի շրջանը Գախում ունի, որտեղ կան խառը ամուսնացողներ, որոնք որ նաև ձևով շատ կապ չունին հայ համայնքին հետ 8000 կան, եթե ոչ ավելի 8000 Այդ 8000-ն հազիվ 5000-ը եթե կապ ունենան հայկականության հետ հազիվ Մանավանդ որ գիտեք, եթե այսինքն հրեական դեղ կսորվի երդասարդ իրեն զավակները հրեական դեղ կսորվի, ժամանակի ընթացքին այլևս գիտեք այդ միջավայրին եւ այդ մշակույթի մեջ մտնալով կվարժվին այդ մշակույթին մոռնալով, որ իրենք ու դեղեն գուքան եւ ինչ է իրենց ազգությունը։ Եթե դա դոներ գան տամասի մեջ անոնք չեն գնար հիվանդանոցներու վերածվել առանց շինական Հասկացա Հարցում է եթե դադարք դոներ գան տամասի մեջ անոնք չեն գնար հյուրանոցներու վերածվել առանց շինական փոփոխությանց Շատ ճիշտ է, հարցումը շատ լավ է, շնորհակալություն հարցումին համար, բոլորով։ Ուրեմն մեր համայնքը ժամանակին ունեցել են միջև անգամ թաղամասի մեջ դուներ կան։ Այսօր ցավով գսեմ։ Դունը որ գազատվի գուտան 2000 զույգիմը։ Եթե մեկ տուն գազատվի առաջին ադիգա գնենք։ Այնքան որ միջև անգամ հյուր կունենանք, ստիպված ժամանակին գսեին 3-4 սենյակ ունենք, որ ադոնք որ մասնավոր կառավարություն են Հայաստանի կամ տարբեր երկրներու կառավարություն են կամ հայ մգուկար կխնդրեր որ ցևով օգնեին իրեն, որ ինքը հյուրանոց չերտա եւ հոն մնա, գուտային կատուները։ Հիմա ցավոք ադալ դված ենք մեր զույգերուն, ադալ չունենք հիմա։ Ստիպված մեր հյուրերուն հյուրանոց կտանենք։ Օգչա հյուրերոն թողերտան զույգերը Այո Հյուրերը ժամանակավոր են, իսկ այդ ընտանիքները մեզ համար ավելի կարևոր են մեր երիտասարդ զույգերը Իսկ Երուսաղեմի հայ բնակչությունը ինչքան է Երուսաղեմին եթե հաշվից եթե 1000 լան է լավ է Okay Ուրեմն մեծ կենտրոնացումը բան է Հայֆա ամենեն մեծ կենտրոնացումը եւ հայոց ներկայությունը Երուսաղեմի մեջ է Okay ծրված է ուրեմն Այո ծրված են տարբեր քաղաքներու մեջ
Հայֆա, Յաֆա, Թել Ավիվ։ Պետախտիկվա, Խուլոն, Թել Ավիվ, Կիրիաթ դարբեր դերեր։ Okay։ Լավ, եթե հարցումներ Ուրիշ չկան, հարցումներ։ ես պիտի խոսքը դամ փոխանցեմ Սրբազան հոր։ Շնորհակալություն, Սարգսակ եղբայր։ Սիրելի հայ Սուրբ, իսկապես նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ ընդառաջեցիք այս առիթը ընձեռելու մեր սիրելի համայնքին որոշ լուսաբանություններ, տեղեկություններ, հատկապես պատմության եւ արդի ժամանակների համեմատական անցկացնելով եւ հստակորեն շեշտելու համար թե ինչ արժեք եւ գանձ ունենք Երուսաղեմի մեջ եւ ինչպես կամ ինչ ճանապարհով պետք է այն արժևորել կամ պահել ու պահպանել կամ նպաստել որպեսզի այդ գանձը պահողները ավելի զորավոր զգան իրենց մեր ազգի թիկունքը ավելի ամուր զորացնելով իսկապես ես միշտ ասել եմ եւ հիմա էլ այս առիթով ուզում եմ շեշտել որ զինվորների միաբանություն է Երուսաղեմի զինվորյալ միաբանությունը հոգևոր եւ երեք ուզեք երբեմն էլ մարմնավոր զինվորների վերածված զորք է որ մեր ազգի համար միշտ համաքրիստոնեական ամենակարևոր սրբավայրերի մեջ միշտ հանապազ աղոտ կլա պատարակներ կլան արարողություններ կլան եւ վստահ եմ որ այդ անգամ երբեմն մեքենայական օտոմատիկ թվացող արարողությունները իրենց մեծ ազդեցությունը կունենան մեր ազգի համար եւ մեր ազգը պարտավոր է այս բառը պիտի օգտագործեմ պարտավոր է ճանաչել եւ արժևորել այն ինչ որ ունենք Երուսաղեմի մեջ որտեւ ասի Սրբազան սարեցավ։ Սրբազան ցես չենք լսեր, որտեվ սարած է։ ուժ կարողություն ձեզ համբերություն որ շարունակեք ձեր հայաշեն եւ եկեղեցասեր ծառայությունը առաքելությունը եւ իսկապես մեր ազգից ստանաք պատիվ եւ Աստծուց ստանաք հատուցում Աստված օրհնի ձեզ հայ Սուրբ ջան շնորհակալություն Շնորհակալություն Լավ, շնորհակալություն Սրբազան, շնորհակալություն հայ Սուրբ, Սրբազան պիտի խնդրեի որ ծեր աղոթքով փագեինք այս գեղեցիկ դեպքան Եկեք ես մի քիչ ձեր ձևաչափը փոխեմ եւ Սուրբ Երգրից խնդրենք օրհնություն հայ Սուրբին խնդրենք թող օրհնի Սուրբ Երգրից քան թե Ռիգայից օրհնությունը այո հայ Սուրբ ջան խնդրեմ Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգուն Սրբու ամեն Պապան ամենայնի Քրիստոս աչքովանի լիցի վերային իտվեվի գիշերի ինստիլիտան իգնալի ճանապարհ իննջել եւ իհառնել զիմ երբեք սասանեցայց եւ ողորմյա քորացոց եւ ինձ բազմամեղիս օրտիա Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հայր մեր որ հերկինս ես սուրբ եղեցի անունքո եկեսե արքայությունքո եղեցին կամքո որպես հերկինս եւ հերկրի ըսհաց մեր հանապազոր տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր որպես եւ մեկ թողոնք մերոց սպարտաբանած եւ մի տանիր զմեզի փորձություն այլ փրկյա զմեզի չարե զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն Շնորհակալություն հայ Սուրբ, շնորհակալություն Սրբազան եւ շնորհակալություն սիրելիներ Կանտիբինք մեկ ամիս վերջ Շնորհակալություն Այո, պաշտոնական մասը